սենց ասեմ իմ կողմից, իմ հասկացածով, մենք զրուցեցինք մի հայի հետ, որի ազգանունը Նազարյան էր, քանի որ ոչ մեկի աշկերը չի խաբում, նա չկարողացավ ոչ ժամկետ ասի, ոչ լիարժեք պատասխան, նա ուղղակի լսեց, ես հասկացա իմ կարծիքը ասեմ, որ ընդամենը ուզում էր ազգի այստեղ հավաքված մարդկանց կրքերը հանգստացնել, բայց հասկացավ, որ իրականում իրոք հասկացավ Նազարյանը, որ իրականում մեր պահանջը աշխատանքի տեղերը բացել, բոլոր ովքեր, օրինակ Օլիմպիավանի վրա եմ ասում, Օլիմպիավանի կոլեկտիվը ունի վարկեր, աշխատավարձեր, աշխատավարձերը շուտ բաժանել եւ բանկերին հրահանգեն, մեր պահանջը դա էր, որ այս մարդկանց, ովքեր դիմում են, օրինակ Օլիմպիավանի մասին եմ խոսում, Օլիմպիավանից աշխատողը դիմում է բանկին, ասում է խնդրում եմ իմ վարկը դադարեցնել կամ արձակուրդ բանկային կանոններ մշակել, որ ես չվճարեմ, քանի որ Օլիմպիավանը դեռ չի աշխատում։ Նազարյանը չկարողացավ ժամկետ ասի, որովհետև ոնց հասկացանք վերադաս ունի, որը վերադասն է պատասխանելու։ Արագ տեմպերով ասեցինք պատասխան տակ, նա ասեց ես չեմ կարա։ Ես հասկացա մի բան ու այդ խոսքը ասեցի։ Եթե այնտեղ ձեր վերադասները հայեր են, երկուշաբթի մեր բոլորի աշխատանքատեղերը կբացվի։ Նորից եմ ասում, ազգ, ասել եմ դա բոլորի ներկայությամբ, ասել եմ, եթե Նազարյան ջան դուք պետք է ասեք, մեկը մյուսին ասի, մեկը մյուսին, գա հասնի խոսքը մի հոգի որոշի, շտապ արեք այդ ամեն ինչը, մեր աշխատանքատեղերը բացեք, մեր աշխատավարձերը շտապ տվեք, մենք անցնենք մեր աշխատանքի եւ հաջորդ հարցը բանկային հարցերն է, որը ոչ մեկը սև ցուցակ չընկնենք։ Նա նորից եմ ասում ժամկետից չկարողացավ ասի, բայց հարցը լուրջ համարեց ու ասեց կպատասխանենք, ես էլ իրան պատասխանեցի։ Եթե ձեր վերադասները ամեն վերադասի, որտեվ ինքը պետքա մեկին ասի, մեկը մյուսին, սենց ինչ-որ տեղ բարձանա։ Եթե բոլորը հայեր են, երկուշաբթի կգնանք աշխատանքի։ Սա իմ վերջի խոսքն է։ Իսկ եթե որ ասում չենք հավատում իրանց, մնում ենք այնքան, մինչև իրանք էլ աշխատանքի չգնան։ Ես այդ